բայց այստեղ ինչն է էական, որ առաջին անգամ նայի պաշտոն է, որպես վարչապետ, ստորագրում է փաստաթուղթ, խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ինչպես նաև կատարում քրեական օրենսգրքով արգելված արարք, խառնվում է կրոնական կազմակերպության ներքին գործերին եւ օգտագործում պետական ամբողջ իշխանությունը այս process-ի համար։ Մինչեւ հիմա էլ էր նույն բանն անում սիրելի հայրենակիցներ, բայց ասում եմ ես որպես հավատացյալ, ես Աստծուն հավատում եմ, քանի որ նրանք շեղվել են, ես ուզում նրանց հետ բերել, եկեղեցին բանել, բան տես հավատքի մեջ է։ Հիմա ի պաշտոն է իր կեցավայրում այս process-ը տեղի ունենում։ Նա զրկում է իր բոլոր պաշտպաններին, ովքեր իրեն պաշտպանում էին, որ նա որպես հավատացյալ է սա անում, ոչ թե որպես վարչապետ, հետեւաբար սահմանադրության, օրենքների եւ այլն հետ խնդիր չկա։ Անվտանգության ուժերը գալիս են, որտեղ ինքն է գալիս, չնայած Էջմիածնում բացահայտվեց, որ ինքը չի գալիս, բայց 10 տիրադավներին ուղեկցում են ԱԱՑ ինչ որ բաներ, դիմակներով, կապիշոններով փակված ինչ որ մարդիկ։ Եվ այս ամբողջ բանը փլուզեց։ Ինչու՞, որովհետև սա, սիրելի հայրենակիցներ, ներվերի պայքար էր։ Այն որ մենք անդադ ասում ենք դու պարտվում ես, իշխանության ատամները կոտրվեցին, ջարդվեցին, բան, դրանով ըստ էության մենք ինչ ենք անում։ Վարչապետին ասում ենք կամ դու պետքա դուրս գաս process-ից, վերջնականապես արձանագրես, որ դու պարտված ես եւ հետ քաշվես։ Կամ եթե դու շարունակես մտնել process-ի մեջ, իսկ մեր այդ հայտարարությունները բնականաբար իրան գրգռում էին, որ ինքը մտնի այդ process-ի մեջ։ Դա բերելու է նրան, որ դու ջախջախվելու ես։ Եվ ըստ էության ինքը այս գործողություններով նվեր է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր հասկանում են քաղաքականությունը, ինչ է, եւ այլևս հարց հրճակում որպես ընտրություններին սպասվող թիվ 1 հարց։ Եվ հետեւաբար ընդդիմադիր ուժերը ինչ պետք է անեն, ես տոներից առաջ խոսել եմ սրա մասին, եւ տարբեր արձագանքներ կան, եւ իշխանության ճամբարում նաեւ խոճապ կա այս իմաստով, որտեվ տեսնում եմ թե ինչ ձև են արձագանքել, որ պետք է ստեղծվել ընդդիմադիր 1 բևեռ, ձեռել ընդդիմադիր 1 բևեռ, 1 ցուցակ, բոլոր տարաձայնությունները դնել մի կողմ, որտեվ տարաձայնությունները փոքր հարցեր են, եկեղեցին ավելի բարձր է, պետությունը ավելի բարձր է։ Հասկանում եք, հիմա մենք ինչ խնդիր ունենք, մենք պետք է պաշտպանենք մեր պետությունը, եկեղեցին, մեր ինքնությունը։ Այս 3 հարցերն են։ Այս 3 հարցերը պաշտպանելու համար կարիք չկա դնել քննարկել թե ով որ թվին եւ այլն ինչ արել, չգիտեմ ոնց արել։ Կարիք կա ձևավորելու 1 հարթակ, այս Փաշինյանի արած նվերը օգտագործել եւ այլևս եկեղեցու հարցը քաղաքական